Ժողովուրդ, թանկա Հիսուսը, մի փոխեք Հիսուսի ներկայությունը ինչ որ ունայնությունների հետ, սատանայի ծուղակների հետ մի փոխեք, ջնջեք բոլոր այն սայթերը, որոնք ձեզ հեռացնում են Աստծուց, բոլոր այն մարդկանց ջնջեք ձեր կյանքից, ովքեր ձեզ տանում են մեղքի, շնության, պղծության, պղտորում են ձեր մտքերը, ջնջեք, եթե որ չեք ուզում կորցնեք Հիսուսին, Աստված շատ թանկ է եւ պատկերացրեք Հիսուս Քրիստոսը եւ ամբողջ երկինքը հրեշտակները նայում են, հա, Տիրոջ զավակներին, դուստրերին եւ տղաներին, հա, թե ինչով են զբաղված եւ երկինքը ականատեսը, հա, բայց ինչ են տեսնում, որ Տիրոջ զավակները սայթերի մեջ են, սրան են գրում, նրան են գրում, նկար են փոխանակում, գայթակղում են սրան, նրան եւ խանձված խղճմտանքով, գիտեք ես մի բան ասեմ, երբ որ Աստված հանդիմանում է, 1 հանդիմանում է, 2 հանդիմանում է, 3 հանդիմանում է, 4 հանդիմանում է, ու դա քեզ ոչ մի բան չի ասում, 10 հանդիմանում է, 20 հանդիմանում է, քո խղճմտանքը սկսում է խանձվել, այն որ Սուրբ Հոգին քեզ սկզբից հանդիմանում էր, դու հասկանում էիր, որ դու սխալ բան ես անում, սիրելիս, այլևս կարծես էլ Սուրբ Հոգին քեզ չի հանդիմանում, մտածում ես դե լավ, դե հա հիմա ծայրահեղ չեմ, դե լավ հիմա զբաղվում եմ էլի, դե լավ հիմա ինչ կա որ, եւ այդտեղ Սուրբ Հոգու ձայնը մարում է, քո խղճմտանքը խանձվում է, ու դու այլևս չես զգում հանդիմանություն, որը որ ամենավտանգավոր վիճակն է, որ այլևս Աստծո Հոգին քեզ չի հանդիմանում եւ դու կարծես գոլ վիճակի մեջ ես մտնում, գաղջ վիճակի մեջ եւ չես զգում, որ գնում ես կորստյան, կարծես համակերպվում ես դրա հետ, դե ինչ անենք, հա դե հո ծայրահեղ չենք, մի քիչ սրանից, մի քիչ նրանից, մի քիչ նրանից եւ Հիսուսի համար այլևս տեղ չի մնում, սիրելիներս, խնդրում եմ, սթափվեք, Աստծո ժողովուրդ մոտ է Տիրոջ գալուստը, այսօր դրա համար չի Աստված քեզ կանչել, որ մտնես սայթերի մեջ սրան ու նրան գրես, ու ժամանակդ վատնես քո թանկ ժամանակը, որ երբեք էլ հետ չես բերի, եթե այսօր շատեր ասում են, որտեղ է գրված, որ չի կարելի սայթեր մտնել, որտեղ է գրված, գրված չի, բայց կա մի հատ իրականություն, հա, դու վատնում ես այն ժամանակը, որ